Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանի և նրա ամուսնու Ալբերտ Աղաջանյանի ամուսնալուծությունը։ Այս օրերին նրանցից թեև երկուսն էլ փորձում են որոշակի լռություն ապահովել, այնուամենայնիվ ինստագրամյան հարթակում ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հրապարակումների տեսքով։ Էլեոնորայի նախկին ամուսինը Ալբերտը, ով ժամանակին որպես այդպիսին որևէ ակտիվություն չէր ցուցաբերում ինստագրամում, արդեն այս օրերին սկսել է լուսանկարներ հրապարակել։ Այդ հրապարակումներից որոշները երեխաների մասնակցությամբ են։ Օրեր առաջ էլ Ալբերտը հրապարակում էր արել իր դստեր և որդու մասնակցությամբ, որն արված էր մանկապարտեզի բակում։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել ենք Ալբերտի մասնակցությամբ մեկ այլ հրապարակումներ, որտեղ վերջինս իր սիրելիի ընկերակցությամբ էր։ Պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանն ինստագրամյան հարթակում անանուն հարց ու պատասխան է կազմակերպել։ Պարուհուն մի շարք հարցեր են հղել ամուսնալուծության, ներկայիս, իր անձնականի և հետագա քայլերի մասին։ Շատերը նրան նաև քաջալերանքի խոսքեր են հղել, նշելով, որ չեն տեսել նմանատիպ ուժեղ աղջկա, ով կարողանում է այս բարդ փուլի միջով անցնել երկու երեխաների հետ, այն էլ այսքան շատ աշխատելով։ Էլեոնորան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր դրական խոսքեր են իրեն հղել, իսկ ավելի ուշ նաև հրապարակել է իրեն ուղղված հարցերը։ Հարցերից մի քանիսը կապված էին երեկվա մեր հրապարակման հետ։ Այսօր սթորիները տեսա, դուք իրոք լավագույնին եք արժանի։ Ձեր նախկինը սթորի էր արել ուրիշի հետ, տեսել եք, որ տարածել են։ Ոնց եք վերաբերվում, որ ձեր նախկին ամուսինն արդեն նոր սիրելի ունի։ Տեսաք, թե ձեր նախկին ամուսինը նոր աղջկա հետ սթորի էր գցել։ Էլեոնորան գրել է. ամբողջ անձնական նամակներում երեկվանից այդ նկարներն եք ինձ ուղարկում։ Արդեն գիտեմ, տեսել եմ, թող երջանիկ լինեն։ Շատերը նաև պարուհուց փորձել են ճշտել, թե ինչ փուլում է այս պահին պարուհու անձնականը։ Իսկ դուք կցանկանայիք նոր հարաբերություններ սկսել, կամ արդյոք մտածել եք դրա մասին։ Էլեոնորան հետևյալն է գրել. իհարկե ոչ, չեմ մտածել, քանի որ հիմա ավելի լուրջ անելիքներ ունեմ։ Ես պետք է ստեղծեմ ու կառուցեմ իմ երեխաների անհոգ ապագան։ Այս պահին միայն դրա մասին եմ մտածում, աշխատեմ, տուն գնեմ, իմ երկու հրաշքների համար գեղեցիկ ապագա կառուցեմ, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան, իսկ թե ինչ կլինի իմ անձնականում հետո, թող լինի Աստծո կամքով։ Դուք այնքան սիրուն ու բարի մարդ եք, որ լավագույնին եք արժանի, ուղղակի պետքա վայելեք ձեր կյանքը։ Գրել են Պարուհուն։ Պարուհին հետևյալ պատասխանն է տվել. անանուն հարցերը վախենալով էի տեղադրում, մտածելով, թե հիմա ինչքան վատ բաներ կգրեք, բայց հաճելիորեն զարմացած եմ, անգամ մեկ վատ բան գրող չկա։ Շնորհակալ եմ։ Փառք Աստծո։ Նշենք նաև, որ երեկ հանդես էինք եկել հրապարակումով ներկայացնելով Էլեոնորա Պետրոսյանի և նրա նախկին ամուսնու սկանդալային ամուսնալուծության մանրամասները, ինչպես նաև Էլեոնորայի նախկին ամուսնու նոր սիրելի ունենալու հանգամանքը։ Այս զույգի ամուսնալուծությունը քննարկվեց այնքանով, որ Ալբերտի փաստաբանները զանգահարել էին լրատվական դաշտ և փորձել հանրային դարձնել Էլեոնորայի և Ալբերտի ամուսնալուծությունը, այդպիսով նշելով, որ Էլեոնորան փորձել է ոստիկանների մոտ մատնել իր ամուսնուն։ Փաստաբանները նշել էին, որ սխալ մատնության համար դատական գործ է հարուցվել պարուհի Էլեոնորա Պետրոսյանի վրա, սակայն պարուհին այս ամենը հերքել է։ Մենք այս ամենի մանրամասները ներկայացրել ենք, դե իսկ պարուհին իր հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոստովանել էր, նշելով, որ բաժանման դժվար է եկել, քանի որ իրենց ամուսնական կյանքում բազմաթիվ բաժանություններ են եղել, որոնք տևել են կարճ ժամանակահատվածով, և ինքը որպես ընտանիքի մայր փորձել է պահպանել ընտանիքի մոդելը իր դստեր և իր որդու համար, սակայն եկել է պահ, որ այլևս չի կարող պայքարել անգամ հանուն երեխաների։ Էլեոնորա Պետրոսյանի ամուսինն ինստագրամյան հարթակում կարծես թե սկսել է ակտիվություն ցուցաբերել։ Ալբերտ Աղաջանյանն այս անգամ հրապարակումներով է հանդես եկել, ցույց տալով, որ իր կողքին աղջիկ կա։ Նա ցույց է տվել իրենց միմյանց հետ անցկացրած ժամանակը, ինչպես նաև ցույց է տվել իր և սիրելիի ձեռքը։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ալբերտն ու նրա սիրելին այս օրերին գտնվում են հանգստյան գոտում, որպեսզի նշեն սիրելիի ծննդյան տարեդարձը։ Թերևս այս պահին այսքանը, մենք չենք ցանկանում մանրամասներ ներկայացնել, բայց փաստը մնում է փաստ, որ Էլեոնորա Պետրոսյանը նշում էր, որ իր ամուսինը բազմաթիվ անգամներ է ամուսնական ընթացքում դավաճանել և որ հենց դավաճանությունն էլ պատճառն է հանդիսացել իրենց վերջնական բաժանման։ Դե իսկ Ալբերտ Աղաջանյանն իր հրապարակումներով ապացուցում է, որ ամուսնալուծությունից 1-2 ամիս հետո նա կարողանում է նոր հարաբերություններ ստեղծել և այդ ամենն էլ հանրային դարձնել։
Էլեոնորա Պետրոսյանը Արմնուր լրատվականի հետ զրույցում խոսել է այս օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվող մի թեմայի իր և իր նախկին ամուսնու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնու վերաբերյալ կեղծ մատնություն տալու, երեխաներին ամուսնու առևանգման և մի շարք այդպիսի թեմաների մասին։ Էլեոնորա Պետրոսյանի խոսքով նա չի ցանկանում, որպեսզի այս թեման շարունակվի և շարունակվի քննարկվել համացանցում, քանի որ ինքն ունի 2 մանկահասակ երեխաներ և այդ երեխաները տարիներ հետո, երբ տեսնեն այս հրապարակումները, իրենց համար դժվար կլինի։ Էլեոնորա Պետրոսյանը խոսել է ու նշել, որ ինքը չի ասել ոստիկանությունում, որ ամուսինը տանը զենք է պահում։ Ոստիկանները մի քանի հարցեր են հնչեցրել, ինչին ի պատասխան Էլեոնորան պարզապես պատասխանել է և որպես այդպիսին ինքը չի մատնել իր ամուսնուն։ Դե իսկ խոսելով իր ընտանիքի և փլուզման մասին, Էլեոնորան ասել է, որ ինքը տարիներ շարունակ փորձել է պահել իրենց ընտանիքը, սակայն ինչպես ինքն է նշում, միայն իր կողմից չէր կարող պահպանվել ընտանիքը։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ բազմապիսի դեպքեր են եղել և իրադարձություններ, որոնք կարող էին ստիպել իրեն գնալ բաժանման քայլի, սակայն ինքը պահել է ընտանիքի մոդելը, ցանկացել է, որպեսզի իր երեխաները ապրեն և մեծանան հայրիկի և մայրիկի հետ, սակայն ինչպես Պարուհին է նշում, ունենք այն, ինչ որ ունենք, փոխել այլևս անհնար է ինչ-որ բան։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ կարդացել է մի շարք մեկնաբանություններ, որոնք իրեն ցավ են պատճառել։ Պարուհու խոսքով չի կարելի առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել, մեղադրել և վիրավորել մարդկանց։ Հավելենք նաև, որ Էլեոնորան իր խոսքում նշել է, որ ինքը բազմաթիվ անգամներ ներել է ամուսնու դավաճանությունները, սակայն եկավ պահ, որ իրենց հարաբերություններում ամեն բան վերջացավ։ Պարուհին իր խոսքում նշել է, որ նախքան ամուսնանալ ինքն այլ կյանք է պատկերացրել, սակայն ամուսնությունից հետո օր-օրի հասկացել է, որ իր պատկերացումներն ու իրականությունը մեկը մյուսին չեն համապատասխանում, բայց դա չի ստիպել իրեն թուլանալ, նա շարունակել է պայքարել ու հանուն իր ընտանիքի ապրել, սակայն հնարավոր չի այլևս փրկել։ Հավելենք նաև, որ Էլեոնորան մի քանի անգամ իր խոսքում նշեց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություններ գրվեն համացանցում իրենց մասին և չի ցանկանում, որ նմանատիպ հրապարակումներ լինեն, քանի որ չի ցանկանում, որպեսզի իր երեխաներն ապագայում տեսնեն այդ ամենը։ Էլեոնորայի խոսքով այս ամենը PR էր հակառակ կողմից։ Երեկ Արմլուրը հայտնել էր, որ խմբագրություն են նահանձել փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը։ Վերջիններս պնդել էին, որ Պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Կայքը կապվել էր Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու առևանգել և գողացել է մանկապարտեզից երեխաներին, հագցնելով ուրիշ երեխաների շորեր առանց մորը և դայակներին տեղյակ պահելու, մի քանի օրով կորել է և չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Այսօր փաստաբան Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են խմբագրություն ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Նա ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր 2 անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկապարտեզից, միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը հանդիսանալով երեխաների հայրը, օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղի աշխատակիցները ճանաչել են հորը և վերցրել է իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերում է ուրիշ երեխայի շորեր հագնելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցու շփոթման արդյունք, քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել, իսկ հեռախոսազանգերին չպատասխանել և երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական բարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի այստեղ առկա է նախաքննական գաղտնիք հրապարակելու
տարրեր հենց Էլեոնորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Օհանյանին, ով կրկնում եմ որևէ առնչություն չունի եւ ներգրավված չէ սույն վարույթով։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտարարել է. նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Հավելենք նաև, որ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբանը նշել է վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ երահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու եւ ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել եւս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանը նշել է, որ իր կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։